Արմավիրի մարզից մինչև Էրեբունի վարչական շրջան Հայաստան դաշինքը նախընտրական քարոզարշավը շարունակում է։ Արմավիրի մարզում առաջին կանգառը Դալալիկ գյուղում էր։ Այստեղ դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը իր ելույթի հիմնական հատվածը նվիրեց Հայաստանի տնտեսական քաղաքականությանը, պնդելով, որ մեր երկրի տնտեսության համար կենսական նշանակություն ունեն մեծ շուկաները, առաջին հերթին ռուսական շուկան։ Մեր գյուղատնտեսության ապրանքների ավելի քան 90%-ը գնում է Ռուսաստան։ Եվ սա այն մոդելն է, որը հնարավորություն է տալիս զարգացնել երկիրը։ Հնարավորություն է տալիս նաև արդյունաբերությունը զարգացնել, քանի որ արտադրված ապրանքները հնարավոր կլինի արտահանել այդ մեծ շուկան։ Ռոբերտ Քոչարյանը քննադատեց իշխանությունների արտաքին քաղաքականությունը, հայտարարելով, որ այն հակասում է երկրի տնտեսական շահերին։ Վերջերս այն սահմանափակումները, որը հնչեցնում են, Ռուսաստանի պաշտոնյաները ուղղակի հարված է լինելու բոլորի համար, երկրի համար։ Մի թշնամացրեք ձեզ այն երկրի հետ, որից կախված է ձեր տնտեսությունը, որից կախված է ձեր ժողովրդի բարեկեցությունը։ Սա ենք մենք ասում։ Եվ վստահ եղեք, որ մեր իշխանության գալու պարագայում այս ամենը փոխվելու է։ Մենք շատ լավ հարաբերություններ ենք ունենալու Եվրոպայի հետ։ Շատ ավելի լավ դաշնակցային հարաբերություններ ենք ունենալու Ռուսաստանի հետ, բայց երբեք իրենց հակասությունների արանքում երկիրը չենք դնելու եւ հարվածի տակ չենք դնելու։ Որտեւ սա է ուզում հմուտ քաղաքականությունը եւ դիվանագիտությունը դրա համար է։ Հանդիպման երկրորդ հատվածում քաղաքացիները հարցեր ուղղեցին դաշինքի վարչապետի տեխնացուին։ Ներկաներից մեկը բարձրացրեց ոռոգման ջրի սակագների բերքի մթերման հարցերը։ Քոչարյանը վստահեցրեց, որ այդ հարցերը ներառված են իրենց ծրագրերում։ Հաջորդիվ դաշինքը կարճ հանդիպում ունեցավ նաև Հացիկի բնակիչների հետ։ Մեր նպատակը զարգացնել տնտեսությունը եւ երևի այս վիճակում ամենից գլխավոր նպատակը ապահովել մեր անվտանգությունը։ Դրանից մնացած հարցերը սենց մի քիչ երկրորդական են։ Մարզի վերջին կանգառում Արմավիր քաղաքում Քոչարյանը հայտարարեց, Հայաստանը տարածաշրջանում պետք է լինի ամենից կազմակերպված եւ զարգացած երկիրը։ Դրա համար պետք է հմուտ կառավարում, կարգապահություն, կարգուկանոն եւ նպատակադրություն։ Առանց նման նպատակի մենք այստեղ լինելու ենք անհասկանալի մի միավոր։ Էրեբունի վարչական շրջանում Ռոբերտ Քոչարյանը անդրադարձավ իր քաղաքական ուժի պատկերացրած անվտանգության համակարգին, ընդգծելով բանակի, ուժեղ առաջնորդի եւ հզոր դաշնակցի կարեւորությունը։ Հասկանալի է, չէ՞։ Եվ այս երեք բաղադրիչը իրար հետ փոխկապակցված են։ Չի կարող երկիրը ունենալ մարտունակ, ժամանակակից բանակ, եթե չունի ուժեղ առաջնորդ։ Չի կարող երկիրը ունենալ հզոր դաշնակից, եթե չունի ուժեղ առաջնորդ եւ մարտունակ բանակ։ Հակառակ դեպքում դու ես պետք։ Դու գործընկեր չես, դու բեռ ես։ Եվ առանց հզոր դաշնակցի դժվար է ապահովել ամբողջական անվտանգությունը, որովհետեւ դու կարող ես հակադրվել փոքր երկրներին, բայց մեծ երկրների համար պետք է նաեւ մեծ ուժեղ հզոր դաշնակից։ Եվ սա է խաղաղության բանաձևը։ Ելույթի ավարտին Հայաստան դաշինքի առաջնորդը կոչ արեց քաղաքացիներին մասնակցել ընտրություններին, ընդգծելով, որ երկրի ապագան նրանց ձեռքում է։ Քրիստինե Թորոսյան, լուրեր։